Դժոխքի հանրակացարանն է սա, տրտնջում է արդեն 37 տարի գործարանային հանրակացարանի խիստ վթարային շենքում բնակվող 72-ամյա Սիլվա Սականյանը։ Գիրեմ իշպդերնի վերջերս, կամիոնում ծիկը պնդգը մնակ մենջը, ոչ տիրությունն նող կերնի, ոչ մեզ։ Կամից սպասեն միջև տեսին գիշկերնի ամեմ արտիրակրխուչան, տեսին պաչես 46,000 կստարամ, ծոշագի 10,000 ավել ծերել է 46 տարը, հետորով ինչ են եմ ես։ Հերթական փլուզումն այս շենքում մի քանի ժամ առաջ է եղել, այստեղ բնակվող 10 ընտանիքները ահը սրտներում են քնում ու արթնանում։ Նոր քիչում առաջ սենյակն էի, դպոց եկավ, այս մեր սենյակի բան է, վերևի քարերը սաղ փլվավ։ Նորելի բան փլվավ, սաղ շենքովի իջանք վարսեցինք պատերն է սաղ քանդվավ, ինչ նարդվաններն էր քանդվավ, վախից երեխեքին առան դուս եկան։ Ահա որ վիճակի մեջ էս անձրևներից արդեն սաղ բլել է, նարդվաններից հետ արդեն քայքայվել է։ Խնդրեմ գմե բանը մենեն ստիս դուս գանք, այով սարսափով քնիմ կելնիմ։ Հորդարատ անձրևներին բնակիչներով բան ու գործ թողած անձրևաջրերն են մաքրում, թեև երկրորդ օրն է անձրև չկա, բայց շենքում դեռ կաթոցներ են ու խոնավություն։ Նորը լողնայինք, ազիս չանկայ, տեսնի վիճակներս մենակ, վարանք ջուր թապելով, սաղ կիշեր ջուր ենք թապե, տներս ջուր, խոնավ, սաղ ստիպտակ պոլերը, կիլաջ, սաղ, չինեմ ոբշեմ ինչ կերնի։ 10 ընտանիք ենք սաղ իրար հետ, դիմացի շենքին հետը 10 ընտանիք ենք, մեղք ենք, ահա որ վիճակի մեջ կապրինք, երկրորդ հարկ, սաղ տունը կատագը, խալիներից, սաղ յորղաններից, տոշակներից հետ տուսն է։ Անցած տարի Գյումրիի Ավագանին որոշեց տեղական բյուջեի միջոցներով ամրացնել շենքը մոտ 10 ընտանիքի համար բնակվարձ հատկացնել, որ ամրացումից հետո իրենց շենք տեղափոխվեն։ Մոտ 1 տարի է անցել, բայց բնակիչներն անհույս դեռ սպասում են։ Ուրա, ազիճան, ուրա ուրտաբել են, չենտա։ Բրզապ սելինոր կնացեք, ումոր կնդրեք իրան տիտում պահանջեք։ Խոսք տվեց է պտի վարձով տուն տա, մեզի շենքից հանու վարձով տրամադրեն տուն, բայց այդ խոստումները չեղավ։ Ինչ եղամիք սպասել։ Հա, սպասողական դուրության մեջ։ Որ եկան չապագրում երեցին, մի քանի ամիս առաջ, որ ցեզի կանենք, տակերգնի միջև հմի լոր աբարձյունն է։ Տեղական իշխանությունների ցույցները կտրած բնակիչները կառավարությանն են դիմում ու անձամբ վարչապետին հրավիրում են իրենց շենք, սեփական աչքերով տեսնելու, թե ինչ անմարդկային պայմաններում են ապրում վթարային շենքում, որտեղ նույնիսկ խմելու ջուր ու կոյուղի չունեն։ Մենակ կառավարությունը կնա մեր հարցի լուծումը տա։ Խնդրեմ պարոն Փաշինյանին մեզի այս վիճակից հանե, խնդրեմ շատ, ահա որ վիճակի մեջ ենք։ Սաղ հիվանդ մարդիկ են, հաշվանդամ, երեխատերեր։ Ինչ դիմանալ բան, շենք արդեն շուտով պլիգ է։ Եթե խնդրենք էլի, եթե հնարավոր է, պարոն Փաշինյանը մեր բանովը մոքնե, գոնե շենքից հանես։ Գյումրիի քաղաքապետի տեղակալ Ավետիս Առաքելյանը Ազատության հետ զրույցում նշեց, որ շենքի նախագիծը պատրաստ է, առաջիկայում շինարարի ընտրության մրցույթ կհայտարարեն ու այդ ժամանակ բնակիչների տեղափոխման հարցը կլուծվի։ Այս նույն պատասխանն ի դեպ Ազատությունը քաղաքապետարանից ստացել էր մոտ 7 ամիս առաջ։ Նախագիծը լիարժեք պատրաստ է, հիմա նախագիծի հետ առանձնացում է անում, որովհետև ինքը մի քիչ գումարային առումով թանկ եղավ եւ ասեմ 46 բնակարան է, եթե չեմ սխալվում։ Առաջի փուլը այս տարի արդեն մեկնարկելու ենք, տնելու ենք շինարարի մրցույթին եւ երկրորդ փուլով է մյուս տարի։ Այս տարի սկսելու ենք շինարարությունը, երևի մի ամիս ամենաշատը։ Բնակիչներին երբ եք տեղափոխելու։ Հենց հայտարարեցինք մրցույթը, եղավ շահողը, կազմակերպությունը։ Այդ օրվանից սկսած տեղափոխելու ենք բնակիչներին։
Եթե այդ շենքի հետ կապված խնդիր չունեն, սուբվենցիոն ծրագրով անօթևան ընտանիքների համար 100 բնակարան կառուցելու ծրագիրը դեռ կառավարությունը չի հաստատել։ Նախագիծն ուղարկել են հաստատման, բայց արդեն մի քանի ամիս է պատասխան չունեն։ Թե ինչն է պատճառը, ինքն էլ չգիտի։ Նախագծերը ամբողջը կա, պատրաստ է, մենք ուղարկել ենք կառավարության հաստատում։ Այսինքն դեռ հաստատված չէ ձեր սուբվենցիոն Այս պահին չկա, ինֆորմացիա չունեմ, որ հաստատված լինի։ Միտում տեսնում եք ցկցկումների հարցում։ Չգիտեմ, ճիշտ ասած, մայիսի 7-ի նիստին էր ավականու անդամը ԿՊ-ի, ասեց, որ անպայման կցկտեն, որ հաստատվի։ Դեռ, բայց մինչև հիմա չկա։ Այս երկու ծրագրով մոտ 150 ընտանիքի բնակարանի հարց կլուծվի։ Ընդհանուր առմամբ պետությունը Գյումրիում անօթևանի կարգավիճակ ունեցող 596 ընտանիքի նկատմամբ է փոխհատուցման պարտավորություն ստանձնել։ Այս շաբաթ կառավարությունում կայացած խորհրդակցությանը անդրադարձ էր եղել նաև Գյումրիի վթարային շենքերին։ Գյումրիում նման 88 շենք կա, դրանց գերակշիռ մասում մարդիկ են ապրում։ Թե կոնկրետ ինչպես են լուծելու այս վթարային շենքերի հարցը, որքան գումար է անհրաժեշտ, վարչապետի գրասենյակը չէր հստակեցրել։ Միայն նշել էին, թե շենքերից որոշները պատմամշակութային նշանակություն ունեն։ Հետևաբար, տարբերակված մոտեցումների անհրաժեշտություն կա։